Այնուհետև տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ եւ Նիկոլ Փաշինյանը կրկին գալիս է առաջին պլան որպես դրադիմ ընդդիմացող եւ ժողովրդին բառացիորեն ասում է, որ գիտեք իշխանությունը գցած է լինելու փողոցում, ընդհանրապես պետք է գնանք եւ վերցնենք, այսինքն արխային ձեզ չեն կրակելու, չեն ջրելու, դուք մենք գնալու ենք հանգիստ վերցնենք իշխանությունը։ Երբ մենք նախատեսել ենք այդ քաղաքական process-ները, ժամանակ Սերժ Սարգսյանը չի ունենալու ոչ մի պաշտոն, այսինքն ոստիկանության եւ ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ հրամանատարի կարգավիճակ չի ունենալու եւ բանակի վրա եւ երկրորդը կառավարություն չի լինելու։ Այսինքն կոպիտ ասած, եթե շատ տենց քաղաքական ժարգոնով արտահայտվելու ենք, այդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցած է լինելու եւ եթե պարզվի կա ժողովուրդ, որ պատրաստ է եւ գնալ վերցրել այդ իշխանությունը, ինքը կգնա եւ կվերցնի։ Մյուս փաստը Սերժ Սարգսյանը կարող էր լինելով ամենալեգիտիմ ընտրված նախագահներից մեկը, որովհետև ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել սահմանադրական դատարանում, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կողմից հանկարծ հրաժարական է տալիս ինչ-որ 50-100 հազարանոց միտինգների ժամանակ, երբ այդ նույն միտինգների առումով Սերժ Սարգսյանը Ռաֆի Հովհաննիսյանին դրանից տարիներ առաջ ասում էր կլինի ես էլ հետո հրաժարական տալուց հետո էլի այդքան եւ դրանից շատ մարդ հավաքեմ եւ գամ եւ իշխանություն ուզեմ։ Ծաղրում էր միտինգավորների թիվը, երբ որ Ռաֆի Հովհաննիսյանը ոչ պակաս թիվեր ապահովում միտինգներին, հա? Եթե ոչ ավելի կախված թե որ օրը եւ որ ժամանակագրություն է նայենք։ Հետևաբար այստեղ ասել, որ ժողովուրդը միտինգներով հեղափոխություն արեց այդպես խաղ ու պարով եւ քայլ անելով, իհարկե քննադատությանը չի դիմանում եւ այստեղ ակնհայտ է, որ գոյություն է ունեցել ինչ որ նախնական կամ ընթացիկ պայմանավորվածություններ։ Եվ երբ որ Սերժ Սարգսյանը ընդունեց, որ ինքը սխալ է, Նիկոլը ճիշտ էր, դա դարձավ հրահանգ բոլորի համար։ Եվ բոլորը հերթով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ հավանաբար շատ-շատերը գնացին Նիկոլին աջակցելու, որովհետեւ հասկացան, որ իշխանությունն այլևս Սերժ Սարգսյանը հանձնում է Նիկոլ Փաշինյանին, գնացին իրենց անհատական պայմանավորվածությունների հետևից, որպեսզի դուրս չմնան խաղից, դուրս չմնան քաղաքականությունից։ Ինչն էր ստիպում Սերժ Սարգսյանին ասել, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց։ Դա ուղղակի հրահանգ էր բոլորին, որ գնացեք եւ պաշտպանեք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նա ճիշտ է, իսկ ես սխալ։ Ինչն էր ստիպում նրան նման հայտարարություն անել։ Ինչն էր ստիպում Կարեն Կարապետյանին գնալ եւ ձեռքսեղմումով Նիկոլ Փաշինյանին բանտից ազատել 100 հազարանոց միտինգները։ Մեր բնակչության ընտրողները 2.5 միլիոն են եւ 100,000 ինչքան էլ ազդեցիկ թիվ է քաղաքական գործընթացներում, դա այնուամենայնիվ չի արտահայտում ժողովրդի մեծամասնության տեսակետը։ Եվ դա մենք տեսանք նաեւ ընտրություններով, երբ որ ժողովրդի մեծամասնությունը 50+1%-ը բացարձակապես չի մասնակցել ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը հենց առաջին ընտրություններին անցել է 49% մոտավորապես մասնակցությամբ, հետեւաբար ինչ ժողովուրդ